որ 44-օրյայի տարելիցին իշխանությունը չէր այցելելու եռաբլուր, հասկանալի էր եւ գովելի։ Նրանց այցը իրենց զոհերի շիրիմներին զայրացնում է։ Որ մինչ օրս պատասխանատվություն չեն կրել հրահրելու, պատերազմ բերելու, ամեն օր խաբելու ու պարտվելու համար, դա էլ է կարծում եմ ժողովրդի համար հասկանալի։ Սպասում ենք մինչև իշխանափոխություն։ Հասկանալի է մարդկանց համար եւս մեկ բան՝ հերոսների անունը թաքցնելը։ Քանի զոհ են Հայաստանն ու Արցախը տվել պատերազմում եւ ովքեր են նրանք։ Նիկոլը բողոքում է, թե պատերազմի զոհերի ուռճացված թիվը հրապարակվում։ Մեկ տարբերակ կա այդ խոսակցությունները դադարեցնելու՝ զոհերի անունների հրապարակումը։ 5 տարի է դա ենք պահանջում։ Ասում են մտեք 1000+ հիմնադրամի կայքը, այնտեղ փոխհատուցում ստացածների մեջ փնտրեք։ Նախ այնտեղ խառնեն տարբեր ժամանակներում զոհվածների, վիրավորների տվյալները։ Բացի այդ, ոչ բոլորն են փոխհատուցում ստացել։ Մեզ մի ուղղորդեք ինչ-որ կայքերում քրքրելու։ Դուք մարդկանց անուն, ազգանունով վայենկոմատներից տարել եք, զոհ եք տվել, ուրեմն անուններով էլ ասեք ում եք զոհել, որ ձեզ չասեն դավաճան։ Եթե չեն հրապարակում, ուրեմն մտածում ենք, որ թաքցնելու բան ունեն։ Պաշտպանության նախարարության կայքն ես մտնում Պապիկյանի անկապ գործունեության լուսաբանումն է։ Կայքում պարտավոր է իշխանությունը բաժին բացել 44-օրյա պատերազմի զոհերի մասին ու անվանական բոլորին հրապարակել կենսագրությամբ, զոհվելու վայրով, հանգամանքներով։